Ես գերագույն հաճույք ստացա, որ այսքան հզորացել ենք անկախությունը թող հարատև լինի։ Ինչով եք հզորացել։ Ամեն ինչով, զենքով էլ, սպասարկումից էլ, չգիտեմ, ես հպարտանում եմ։ Ինչով եք հպարտ հիմա, ինչով եք հզոր զգում ձեզ, անվտանգ զգում, այն պարագայում, երբ մենք հայկական երկրորդ պետականություն ենք կորցրել, երբ Ջերմուկում, Սյունիքում տարածքներ ունենք դեռ կորցրած։ Ճիշտն ասած, այդ իմ ցավոտ տեղն է, որ Արցախի հանձնելուց հետո ես վտանգ զգում եմ, ճիշտն ասած, բայց կուզենայի կան հզոր լինենք, որ ոչ մի թշնամի չհամարձակվի մեր սահմանները ոտնակոխի։ Ես այդ եմ ցանկանում, մենակ ուժեղի մոտ միշտ էլ թույլն եմ եղավ, պետք է ինքան հզոր լինենք, որ վախենա մեր սահմանների մոտիկան, հենց Ալիև Կոչեցյալը։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է երկու հարևան պետությունների միջև խաղաղություն է կնքում եւ ես եւ Իլհամ Ալիևը։ Դուք հավատում եք այդ խաղաղությանը, որ խաղաղություն կլինի, որ ադրբեջանցիների հետ կողք կողքի կապեք, առևտուր։ Չեմ հավատում, չէ, այդ ճիշտն ասած անվստահություն եմ էլի մի քիչ։ Փաշինյանը ինչու է անընդհատ դրա մասին խոսում, ասում է տեր կանգնեք խաղաղությանը։ Որպեսի, չգիտեմ ինչ ասեմ, պատերազմից խուսափելու համար բոլոր դեպքերում էլի հարևան պետության հետ պետք է եւ լեզու գտնենք։ Իհարկե պետք է իրանք ճանաչեն իրանց սխալը, ոնց որ 15 թվին պետք է ճանաչեն մեր գենոցիդը, նենց էլ էս Ալիև Կոչեցյալը պետք է ճանաչի իր սխալը, որ մենք կարողանանք իրոք առևտրական կապ հաստատեն, գնանք, բայց համատեղ ապրել հնարավոր չի։ Հնարավոր չի։ Ես ասում եք զորահանդեսը նրա համար է խաղաղությունը։ Ուժեղը, ճիշտն ասած ուժեղությունն է ինձ մեծ sense ոնց ասեմ, լավ զգացի, որ ուժեղ ենք, անկախ ենք։ Պետք է տեր կանգնենք էլի մեր անկախությանը։ Տարիների, անկախության տարիներից ես հզոր անկախ չէիք զգում, մենակ ես վերջին տարիներին է այդպես զգացի։ Ճիշտն ասած, եկել տենց զգացում ունեցել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որ բոլորս համախմբված գնացինք, իրեն ընտրեցինք, բայց շատ խաբվեցինք, ինչ ասեմ, շատ խաբվեցինք։ Ես ինքս իմ ամուսնու հետ եղել եմ միտինգներին, ձայն եմ տվել, իրեն եմ քվեարկել, բայց այն ընթացքը չեղավ ինչ որ սպասում ենք։ Հիմա էլ ես գոչեմ Փաշինյանին, որ ասեմ թե լիարժեք գոհ եմ, չէ։ Ուզում է թոշակ բարձրացնի, ուզում է էս անի, ես անվտանգ դեռ չեմ զգում իմ պետությունում, անվտանգ չեմ։ Ու սրտի ցավով եմ դա ասում։ Ուղղակի այս զորահանդեսը մի հույսներ շնչեց իմ մեջ, որ պետք է վերջը ուժը ծնում է ամեն ինչ, հասկանում եք, պետք է միաբանությունը համախմբվի մեր հայ ժողովուրդը, համախմբվի։ Ձեր խոսքում նշեցիք, որ Արցախը ձեր ցավոտ տեղն է, այ որպես քաղաքացի, ինչ կարող եք ասել, ինչով էր Արցախը մերը, որովհետև Նիկոլ Փաշինյանը երևի թե մեկ ամիս առաջ նշեց, որ ինչով էր Ղարաբաղը մեր, ասում է այնտեղ հայեր չէին ապրում, գործարաններ չէին կառուցվում։ Ինքը շատ սխալ արտահայտություն արեց, շատ սխալ, որ ի սկզբանե ասեց Արցախը Հայաստանը ու վերջ, հետո ինքը հրաժարվեց ու դարձրեց Ղարաբաղի վերջո ադրբեջանականը։ Գիտեք ինչ, այն ժամանակ, որ անկախացանք բոլոր սովետական պետությունները, այդ ժամանակ կոչվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այդ ժողովուրդն է ցանկություն հայտնեց անկախություն, ինքնավար մարզը անկախ դառնա։ Դա սխալ չէ, մարդու իրավունքն է դա։ Ու հետո ցանկացավ Մայր Հայաստանի միացում, որը պայքարի, ես այսօրվա պես հիշում եմ Դեմիրճյանի խոսքերը ողորմի իրան, որ ասեց հասկացեք ժողովուրդ ջան, Ղարաբաղը գրպանումից չի որ հանեմ տամ, Ղարաբաղի համար պայքարել է պետք։ Ու մենք ինչքան զոհ տվեցինք, հիմա էլ որ ասում են անիմաստ չի։ Էլի պայքարել մեր բանակը գնացել, մեր հայ տղաները գնացել են դեռ ծառայել են։ Ու պահել են մեր որպես հայկական հող, մենք ինչ գործ ունենք ադրբեջանական հողում, ծառայություն մատուցենք, կարող եք ասեք։ Պետականները միջև անգամ պաշտպանության նախարարը ասում է, մենք մեր հողերի համար չենք գնացել այնտեղ ծառայել։ Բա ում համար։ Ես որպես իմացել եմ, որ իմ որդին գնացել է այնտեղ հայոց հողը, սահմանները պահելու։
որտեվ Արցախը համարվում էր սահման։ Արցախը հանձնվեց, հետո կամաց առաջ կգան։ Դա սահման է։ Ավելի անվտանգ է, որովհետև կրկին ԿՊԱ-ներից Գևորգ Պապոյանն էր, որ նշեց սեպտեմբերի 19-ին 2023 թվականին, երբ Արցախը հայաթափվեց, Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հենց այդ օրը Հայաստանի Հանրապետությունը անկախություն ձեռք բերեց։ Չէի ասի։ Չէ։ Համակարծիք չեք։ Չէ։ Ես որ նրան կարծես թե Արցախը ուրանալու, Արցախը մոռացության չի կարելի։ Արցախը հայկական է եղել, Շուշին հայկական է եղել, մեր ճանաչված բանաստեղծ Ռաֆին ծնվել է Շուշի քաղաքում, որ հիմա իրենք ասում են Շուշա, երբեք Շուշա չի, Շուշի։ Այո, բոլորը ծնվել են Շուշի քաղաքում, մեր հայկական մեծ պետություն է եղել։ Ես որ նորը նայել եմ քարտեզին, ազնությամբ եմ ասել, սրտի ցավ եմ զգացել։ Ուղիղ Հայաստանի համայրա կեսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր։ Ես դες աշխարհական դիրքով լավ չէի պատկերացնում, ու զգացի էսի ցավ ապրեցին։ Ու հետո մեկ-մեկ մեղադրում են արցախցիներին, չի կարելի մեղադրել, չի կարելի։ Նրանք հող են կորցրել, տուն են կորցրել, չգիտեմ։ Ես գտնում եմ, որ պետք է միաբանվենք, ուժն է ծնում ամեն ինչ։